Ես ձեզ խոստացել էի, որ ցույց կտամ վարչապետի առանձնատունը եւ որպեսզի դուք տեսնեք, թե երկար տարիներ որտեղ են ապրել եւ գործել Հայաստանի ղեկավարները։ Ուղիղ 7 տարի առաջ մայիսյան այս օրերին հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ հարկատուների համար բացահայտեց ինչպես են ապրում երկրի թիվ 1 պաշտոնյաները։ Եվ այստեղ արդեն ննջարաններ են երկրորդ հարկում եւ երկու սանհանգույց, բաղնիկ, զուգարան, 3 հաստատ, այնքան շատ այստեղ թիվը կորցրել ենք ճիշտն ասած։ Վարչապետը ուղիղ եթեր մտավ հենց Կոնդի առանձնատներից ու քայլ առ քայլ ցույց տվեց ինչ է թաքնված բարձր պարիսպների ետևում։ Երբ քննադատեցին, վարչապետը հակադարձեց. հեղափոխական Հայաստանում իշխանությունն ու ժողովուրդը մեկ ընտանիք են եւ միմյանցից թաքցնելու բան չունեն։ Եվ այդ կառավարական առանձնատունը պահում է պետական բյուջեի միջոցներում։ Քանի որ ասացի, ինձ համար հարության հետ հարաբերությունները ես ընկալում եմ էլի ընտանեկան հարաբերությունների տրամաբանության շրջանակներում, էսա պատճառը, որ շատերն ասում են, այդ հարցերին ինչ եք անդրադառնում, որովհետև մենք համարում ենք, որ մեր հանրությունը, մեր քաղաքացիները պետք է մեր արած եւ մտածած ամեն ինչի մասին տեղեկացված լինեն։ Դրանով, սակայն, թափանցիկության փուլը կարծես ավարտվեց եւ ինչպես նախորդ իշխանությունների օրոք հիմա էլ արդեն շուրջ 10 տարի է, որևէ մեկը չի կարող պարզել, որքան գումար է բյուջեից ծախսվում Կոնդի առանձնատները պահելու կամ պաշտոնյաների գործուղումների վրա։ Ասում են, դրանք պետք է փակ մնան անվտանգության նկատառումներով, ինչը կասկածներ է հարուցում անգամ Եվրոպայի խորհրդում։ Վերջին ամիսներին իմ գործընկեր Մկրտիչ Կարապետյանն էր հետևում այս թեմային, այսօր նրա հետ փորձելու ենք պարզել մանրամասները։ Ողջույն Մկրտիչ, երկրորդ շաբաթն է խորհրդարանում կրքերը չեն հանդարտվում, ներկա նախկին իշխանություններ իրար հերթ չտալով մեղադրում են մեկը մյուսին թալանի, երկիրը կողոպտելու, բյուջեն յուրացնելու մեջ, օրինակներ են բերում, այդ թվում քո հետաքննություններից են մեջբերումներ անում, հատկապես Անիվի կողմից տապալված ծրագրերի վերաբերյալ։ Սրան զուգահեռ դու օրեր առաջ մեկ այլ նյութ հրապարակեցիր, որը ուղղակի առնչվում է թե նախկին, թե ներկա իշխանություններին ու նաև կոռուպցիայի դեմ պայքարին։ Պարզվեց, որ Եվրոպայի խորհրդի Գրեկոյի խումբը Հայաստանից պահանջում է բացահայտել նախագահի, վարչապետի, ազգային ժողովի խոսնակի, կեցության եւ արարողակարգի ծախսերը։ Կասես նախ ինչ կառույց է այդ Գրեկոյի խումբը եւ ինչու են նրանք մեր ղեկավարների վերաբերյալ հանձնարարականներ տալիս մեզ։ Գրեկոն Եվրոպայի խորհրդի հիմնական հակակոռուպցիոն մարմինն է, որ Հայաստանին օգնում է կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության մշակման, օրենսդրության բարելավման հարցերում եւ հենց հաշվի առնելով, որ Եվրոպայի խորհրդին միանալուց Հայաստանը որոշակի գործողություններ, պարտավորություններ պետք է ստանձնի, այդ թվում նաեւ պետք է որոշ գործողություններ կատարի Գրեկոյի շրջանակում ու կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում ու Գրեկոն միշտ որոշակի հանձնարարականներ է տալիս, Հայաստանը դրանք կատարում է, փոփոխություններ է անում օրենսդրությունում, նոր մեխանիզմներ է դնում, որից հետո Գրեկոն գնահատում է ինչքանով է երկիրը կատարել ու ըստ այդմ շարունակում է այդ երկրի հետ աշխատանքը։ Այս զեկույցը երբ հրապարակվել։ Զեկույցը, որտեղ որ խոսվել է արարողակարգային ծախսերի բացման հրատապության հետ կապված, կազմվել է 2024 թվականի մարտին։ Կոնկրետ ինչ են ասում։ Այսա կասեմ զեկույցը ինչ են ասում, բայց մեր այդ գրագրության մեջ իրանք ասում են, որ բավարար չափով հիմնավորված չի, որ Հայաստանի նախագահի, արժանախագահի ու վարչապետի արարողակարգային ու այլ բնույթի այդ ծախսերը, որոնք որ փակ են, բավարար հիմնավորված չէ, որ անհրաժեշտություն կա դրանք փակ պահելու։ Այդ մասին նաև իրանք զեկույցում են նշել ու կոչ են արել Հայաստանի կառավարությանը դրանք բացել, որովհետև դրանք կարող են լրացուցիչ թափանցիկության մտահոգություններ առաջ բերել։ Օրինակ, որքան է ծախսվում այդ առանձնատների, չգիտեմ, կոմունալ ծախսերի վրա։ Այստեղ ճիշտ ասած չեմ հաշվել, բայց մի քանի առանձնատներ կան, երևի 7-8։ Ահա այստեղ այսպիսի ամառային լողավազան կա, շախմատային կտրվեց, սեղանի թենիս,
Իհարկե նաև հարցեր կան, մենք օրինակ հարցրել ենք այդ կոնդի առանձնատների տնտեսություն բոակին, մենք հարցնում ենք ովքեր են օրինակ բնակվում, նրանք նույնիսկ այդ ցանկը չեն բարեհաճում տրամադրել, ասենք, ոնց է կարգավորվում, այդ ինչ հրամաններով է կարգավորվում, ով իրավունք ունի բնակվելու, ով իրավունք չունի բնակվելու, մանավանդ մի հատ օրենսդրական փոփոխություն կար, արդյոք սննդի ապահովումը եւս մտնում է այդ պահպանման ծախսերի մեջ, թե դա առանձին է։ Եթե սննդի պահպանման ծախսերը մեջն են, այս 621 միլիոնից տարեկան ինչքանն է, որ հենց այս նպատակներով է հատկացվում եւ այլն։ Այսինքն ընդհանուր առմամբ այս ծախսերի հետ կապված կան լիքը փակ բաներ։ Ես հիմա չեմ պնդում, որ այս ծախսերը Հայաստանի այդպես բյուջեի ինչ-որ մի հատ երևակայելի տոկոս են, դա այդպես չի, բայց սա այդպես առանձնահատուկ նշանակություն ունեցող բան է, որպեսզի մենք հասկանանք որքան են նստում այդ պաշտոնյաները բյուջեի վրա եւ իհարկե ամենակարևորներից մեկը, երբ որ նախագահը այդպես ինչ որ լիքը շրջայցեր է ունենում, ասենք, չգիտեմ, Հարավային Ամերիկա, պարբերաբար գնում Եվրոպա, օրինակ հիմա, չգիտեմ, դու երբևէ լսել ես, որ ասենք նախագահի հաշվետվության կանչեն, թե երբ որ գնացիր, ասենք, Հարավային Ամերիկա, այդպես Պերույում ինչ ես արել, ասենք, ինչ են կորցրել, ինչ են գտել, ինչով հետ է կար, չկա չէ այդ խոսակցությունը։ Հեշտ լսել ես ընդդիմադիր պատգամավորը, որը կպահանջի նախագահի այցելը մենք ոնց տեսնում ենք, բավական շատ են, ասենք, Շվեյցարիա, Ուրուգվայ, Արգենտինա, կարևոր է հասկանալ ինչքան է ծախսում, բայց այդ թիվը եւս թաքնվելով այդ օրենքի հետևում Հայաստանի նախագահի աշխատակազմը չտրամադրեց։ Իսկ ինչով են պատճառաբանում, ինչով են հիմնավորում հենց այն օրենքով, որ փակվել է 2016 թվականի դեկտեմբերին նախկին ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էր դա ներկայացնում պարլամենտում, այսինքն Սերժ Սարգսյանի օրոք։ Հա, Սերժ Սարգսյանի օրոք է փակվել եւ տենց հիմա շարունակում է փակ մնալ, այն ժամանակ էլ էին ասում, որ դա անվտանգության նկատառումներով է փակ, հիմա էլ են ասում, որ անվտանգության նկատառումներով է փակ։ 2019 թվականին Լուսավոր Հայաստան խմբակցությունը փորձեց որոշակի նախաձեռնությամբ հանդես գա, որ սա բացի։ Հիշեցնեմ, որ այս տեղեկատվությունը դարձել է գաղտնի 17 թվականից սկսած, այն բանից հետո, երբ 14 թվականին վարչապետ այն ժամանակ Տիգրան Սարգսյանը իր գործողումների ժամանակ անհամաչափ շատ մինչև մի քանի $100,000 հասնող ծախսեր է արել, եւ հետո այդ ինֆորմացիան տեղ է գտել մամուլում եւ մեծ աղմուկ է բարձրացել։ Դրանից հետո մեր նախկին ռեժիմը որոշել էր, որ պետք է այսուհետ գործի թաքուն, որպեսզի որևէ դեպքում առաջի դեմքերի ծախսերը հանրային որևէ հնչեղություն չստանան։ Այսինքն խոսքը գնում է 5 միլիարդ դրամի մասին, որը հանրությունը եւ որևէ կերպ տեղեկացված չէ, թե ինչպես է ծախսվում։ Բայց պարկանները լղոզեցին թեման եւ չքվեարկեցին ու դա այս բանն էլ շարունակում է փակ մնալ։ Խնդրում եմ դեմ քվեարկել եւ չմտցնել օրակարգ, ինքներդ եք հասկանում այս օրենքի լրջությունը, չգիտեմ ոնց պարոն Գորգիսյանը չի հասկանում կամ իրեն չեն ասել ինչպես անի։ Իսկ ինչ էին փակել նախկին իշխանությունները, որտեվ կային մի շարք կասկածելի ու վիճահարույց նպատակահարմարությամբ պետական փոխադրամիջոցները օգտագործելու դեպք, օրինակ Սերժ Սարգսյանը այդ պետական ինքնաթիռով գնացել էր Տաշիր խմբի նախագահ Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին Մոսկվա ու դա բյուջեի վրա նստել էր 15 միլիոն 400 հազար դրամ։ Այդ այցի անունն էլ իդեպ դրել էին այն ժամանակ աշխատանքային, բայց նախագահի լրահոսում ոչ մի աշխատանքային հանդիպման մասին տեղեկություն չկար։ Դա երբ էր։ Դա եղել էր 2016 թվին։ Ու տենց մի քանի այլ հրապարակումները, նաև ծառայական մեքենաների, նաև այն ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի արտերկրյա ուղևորությունների հետ կապված արժում են անընդհատ քննարկում չարտերներ եւ այլն։ Դուք վարչապետ, որը կարող է իրեն թույլ տալ նման շռայլություն։ Կարելի էր տասնյակ հակակարգտային սարք ձեռք բերել։ Մի այսպիսի չարտերային չվերթի արժեքով կարելի էր, ես չգիտեմ, եւս տասնյակ այդպիսի սարքեր ձեռք բերել, որտեղ դրանք Ճիշտ եմ, չէ՞ հիշում, որ այդ ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը 3 չարտերային չվերթեր արել, նաև սպասեցրել օդանավը Սանկտ Պետերբուրգում եւ արդյունքում գնալ գալու վրա միայն կարծեմ բյուջեից ծախսվել էր $200,000, բավական մեծ աղմուկ էր բարձրացվել։ Բոլոր քննարկումները բերեցին նրան, որ մամուլում հայտնվում էին կասկածելի նպատակահարմարությամբ պետական փոխադրամիջոցները, ռեսուրսները վատնելու մասին հրապարակումներ ու դե հրապարակումները կանգնեցնելու ամենապարզ եւ պրիմիտիվ ձևը ուղղակի դա այտենց փակելն է։
Լավ, 2016-ին Սերժ Սարգսյանի օրոք որոշվում է փակել այդ ծախսերը, ընդ որում ես նայեցի այդ փոփոխությանը դեմ են քվեարկել ընդդիմադիրներ, այդ թվում այն ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Անցնում են տարիներ, մեկ այլ ընդդիմադիր ուժ է բերում սա փոխելու առաջարկ, դա չի ընդունվում։ Եվրոպայի խորհրդից են ասում փոխեք, սա էլ տեղից չի շարժվում։ Ինչպես են հիմա հեղափոխական Հայաստանում դա բացատրում, քեզ ի պատասխան ինչ են ասել։ Պատասխանը հետևյալն է, որ նախ դեռ ժամանակ կա, երկրորդ ես ինչ որ ակնարկ զգացի մասնավորապես արտարդարության նախարարության պատասխանում, որ ամեն դեպքում քան դա փակվել է ֆինանսների նախարարության կողմից, հետևաբար միգուցե նախաձեռնությունն պետք է գա ֆինանսների նախարարությունից, բայց դա ինչ որ միջի գերատեսչական խնդիր է, որը հնարավոր է շատ հանգիստ լուծել, եթե քո նպատակն է, որ սա բացվի եւ կատարելն է այս Գրեկոյի այս պահանջը։ Եվ թափանցիկ լինի։ Հա, եթե քաղաքական կամքը կա, սա դժվար գործ չի, փոքր նախագիծ է, որ ընդամենը պետք է բերել գնումների մասին օրենքի հետ տողը փոխել եւ ինձ վերջ էլի։ Լավ, իսկ ինչու Գրեկոյում հիմնավոր չեն համարում հայկական կողմի մտահոգությունը կամ փաստարկը, որ սա պիտի փակ մնա անվտանգության նկատառումներով։ Իրանք երևի թե կասկածներ ունեն, որ դա կարող է որոշակի չարաշահումների ծողանցք թողնի եւ միգուցե պաշտոնատար անձանց բացատրությունները դրան համարժեք չեն եղել եւ ենթադրում եմ նաեւ այլ երկրներում էլ ինֆորմացիոն կարա բաց լինի։ Իսկ եթե ասենք բաց եղավ այդ տեղեկատվությունը, հանրությունը ինչի վրա կարող է ազդել, կոնկրետ ինչ հարցեր կարող են օրակարգ գալ։ Որ միջոցառմանն է պետք գնալ, որին պետք չի գնալ, այդ գնալը մեզ ինչ է տալիս, եթե չգնանք ինչ կլինի, այդ ոչ օրինակ հիմա նախագահի դեպքում, երբ որ ինքը երկու անգամ ասենք գնացել է հարավային Ամերիկա, ասենք Ուրուգվայ, դա ինչ է տվել մեր ժողովրդին, բացառությամբ չասեք պատասխանը, որ դա երկարաժամկետ ինչ որ մի մեծ բան կլինի, դրանք մինչև հիմա շարունակում են, ասենք, ինչ որ կասկածելի մնալ։ Իսկ այս դեպքում, եթե Գրեկոյի տված հանձնարարականը Հայաստանը շրջանցում է, չի կատարում, ուշացնում է, ինչ։ Մենք հետաքրքրվել ենք դա Գրեկոյից, հարցրել ենք ինչ կարա լինի, իրանք ասել են դա կարող է ունենա հետևանքներ, երբ որ զեկույցը կներկայացնի երկիրը, մենք ամեն տողով կատարած գործողություններով կամ պակաս կատարածով կանցնենք, ըստ այդմ որոշումներ կկայացնենք։ Երբ է լրանում, այսպես ասած, վերջնաժամկետը, երբ պետք է գնահատեն։ Սեպտեմբերի վերջին։ Ահա։ Մինչ այսքան Դրանից հետո Հայաստանի կառավարությունը պետք է զեկույց ներկայացնի կատարած քայլերի մասին, ու դրանից հետո Գրեկոն պետք է գնահատի, թե իրան նշած քայլերը կատարվել են թե ոչ։ Մկրտիչ, բայց սա տարօրինակ չի մի իշխանության կողմից, որը հեղափոխությունից հետո անմիջապես առաջին բանը որ արեց, ցույց տվեց այդ նույն առանձնատների գույքը, կահկարասին եւ այն կյանքը, որով ապրելու էին պաշտոնյաները։ Սաունա Էնուս կողմում ուրիշ սաունա կա, ինչքան ինձ են բացատրել ծովային աղերով պատրաստված այսպիսի ճոխություն, տեսնում եք այստեղ վայ, ես ինչ միացրի, ես ինչ-որ կնոպկա սեղմեցի և երաշտություն միացավ և այստեղից վստահաբար տարօրինակ է եւ իրանց խոստումներից եւս մի շեղում է, որովհետեւ այս ընթացքում ակնհայտորեն ինչ-որ աշխատանքներ են կատարվել կառավարական ամառանոցում, ինչ-որ վերանորոգումներ են արվել եւ այլն, մենք չգիտենք այդ ամեն վերանորոգման, նախ վերանորոգման կարիք կա թե չկա, ոնց պետք է գնահատենք մենք, ազնիվ խոսքին հավատանք, որ կար վերանորոգման կարիք, միգուցե չկա վերանորոգման կարիք, ու երկրորդ ասենք վերանորոգումը ով արե, ինչ գումարով արե, հետո այդ առանձնատներում էլ եմ ասում, իրանք չեն ասում թե հիմա դուք ասում եք նախկինում իրանք այնց նաև մտած այստեղ քնում ենք, սա զուգարանն է, այստեղ հյուրասենյակն է, այդպես ամեն ինչ ցույց են տալիս, բայց հիմա նույնիսկ նորմալ չեն բացատրում, ովքեր են այդտեղ մնում։ Այսինքն ովքեր են ապրում այդ առանձնատներում, գուցե ասենք մի հատ ամբողջ շենքում մեկ մարդ է ապրում կամ 3 մարդ է ապրում։ Այնտեղ մի հոգուն քանի քառակուսի մետրաբաժին հասնում եւ տենց ինչ որ լիքա հարցեր էլի։ Ընտանիքի ծախսերի մասին։ Մեր ընտանիքը ապրում է այնպես, ինչպես ապրել է նախկինում, որոշ արարակարգային նրբություններ բան անելով։ Ոչ թե նրբություններ, այլ անհրաժեշտություն։ Այն ինչ որ անհրաժեշտ չի մեր կարգավիճակի բերումով, մենք որևէ այլ բան մեր կերսակերպում բացարձակապես չի փոխվել։
Քանի որ փակ է, հնարավոր չի իմանալ այդ փողը ինչի վրա է ծախսվում։ Եթե մենք փողի ծախսը տենանք, մի հատ կհասկանանք նաև դա հիմնավոր է թե չէ։ Ընդ որում ծախսերի մասով կասկածները պարբերաբար ոչ միայն ընդդիմադիրների եւ քեզ նման հետաքննող լրագրողների մոտ են ծագում, այլև նույն կառավարության ես հիշում եմ կրկին հեղափոխությունից հետո նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որ նա բացահայտ ասաց չի եղել մի դեպք, երստուգողները այսպես ասած գնան ու մի բան չգտնեն։ Այս երբ որ ուսումնասիրում ենք թե սահմանափակ գումարները ինչպես են օգտագործվում, մենք տեսնում ենք, որ իրականում այդքան էլ սահմանափակ չեն, որովհետև օգտագործվում են հնարավորությունների 30-40 քարը տրակի 50%-ով։ Այն մնացածը նետեց ձորը վիճակա եւ մենք պետք է այդ ձորի պատուհանները ամուր փակենք եւ դռները, որպեսզի որևէ մեկը ոչինչ չնետի ձորը եւ իմ տպավորությունը այնպեսին է, որ եթե մենք այսօր արկա միջոցները ծախսենք արդյունավետ, հենց այսօր արկա միջոցները ծախսենք արդյունավետ, լրիվ ուրիշ վիճակ կլինի բոլոր եւ առողջապահության ոլորտում եւ տարածքային համաչափ զարգացման բոլոր ոլորտներում, որովհետեւ մենք ցավոք սրտի առայժմ չունենք այնպիսի իրավիճակ, որ ասենք այ այստեղ ինչ որ բան կասկածելի է թվում, գնանք տեսնենք ինչ է կատարվում, գնանք հետ գանք ասենք չէ, ոչ մի բան չի կատարվում, ամեն ինչ նորմալ։ Բառացիորեն ես ամենայն դեպս չեմ հիշում այդպիսի դեպք, որ որևէ տեղ մտնենք ստուգող մարմինները եւ մի հատ ցնցող, եթե ոչ ծավալի, առնվազն գործելակերպի եւ ելի եմ ասում ցինիզմի առումով մի հատ ցնցող բացահայտում չանեն։ Այսինքն բոլոր մենք կարող ենք արձանագրել, որ մեր բոլոր ուղղություններով մեր պետական միջոցները փոշիացվում են եւ ելի եմ ասում միջև մենք այդ անցքերը չփակենք, մենք այլ թեմաների մասին խոսելու ուղղակի լուրջ չի լինելու, որովհետեւ ինչքան շատ լցնենք այդ կաթսայի մեջ, այնքան վարարելու են այդ կաթսայից դուրս տանող խողովակները։ Եվ նույն կոնդի առանձնատներում հեղափոխությունից հետո չարաշահումների մասին հաղորդումներ եղան։ Ինչով ավարտվեց։ Պետական վերահսկողական ծառայությունը այդ կոնդի առանձնատների պոակում ինչ որ խոշոր չափի խախտումներ են հայտնաբերել, հետո ինչ որ պարզ չեղավ, դա դարավ քրեական գործ, մարդ նստեց դրա համար, քանի որ եմ ասում, ինչ որ բաց չի, հնարավոր չի ոչ ման հասկանալ, դա ինչ որ Փարիզ սպա, մենք չգիտենք այդ գուցե մի հատ ուրիշ տունել է սարքվել, ինչ իմանանք մենք տենց։ Այսինքն այս պահին մենք միակ բանը որ գիտենք, որ տարեցտարի ծախսերը աճում են։ Աճում են, 2025 այս տարվա համար իր հատկացվել է 621 միլիոն դրամ։ 2020-ին այդ թիվը ընդամենը 450 միլիոն էր։ Հիմա գրեթե 200 միլիոն դրամը աճել է։ Եվ այդ աճելը վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կառավարության նիստերից մեկում տենց ինչ որ բողոքում էր, որ տունը տաքացնում են, բայց չի տաքանում։ Ասենք ձմեռը գալիս է, ուղղակի այնտեղ ապրողները բան են անում։ Սա քիչ ամնում ասենք բանը Իջևանից այն բանից վառարանուց ենք այն փետով, որ խողովակն է պատուհանից հանենք։ Բայց այս չի խնդրեմը։ Տաքացուցիչը միացնում ենք, որը պետքա չլներ։ Եվ ով է վճարում, պետական բյուջեն է վճարում, որովհետև որ անկեղծ ասեմ, անձնական բյուջեն չել կարա վճարի այդ։ Այդ ոնց են տաքացնում, միայն հիմա կարանք իմանանք այդ ջերուսման գծով ծախսը ինչքան է եղել, բայց քանի որ ամբողջ ինֆորմացիան փակ է, հնարավոր չի իմանալ։ Այսպիսի ահաճող սենյակ, որպեսզի մեր իշխանավորները ժողովրդի հոգսերի մասին մտածելուց առաջ ռելաքսի հնարավորություն ունենան։ Ես չեմ ուզում ոչ մի մեկնաբանություն անել, Ժողովուրդ ջան, այս ամենի կապակցությամբ ասեմ, որ չգիտեմ սա ինչ միջոցներով է կառուցվել պետական թե մասնավոր, բայց փաստը սա է։ Ինչ խնդիր է եղել անվտանգային, որ իրանք մտածում են, որ կարա նորից առաջանա այդ խնդիրը։ Տենց ինչ անվտանգային, քանի որ Հայաստանում տենց լիքը բաներ են իրականում փակվում, տենց տվյալներ, որպեսզի չերևա, սա չերևա, նա չերևա, սա դրանից մեկն է, որ չեն բացում։ Ամենաթարմ օրինակը դա Տիգրան Ավինյանի կողմից ավելի քան $20,000 Լոս Անջելես կատարած այդ ուղևորություններ։ Հիմա օրինակ Լոս Անջելես այցից հետո ինչ եղավ։ 6 ամիս երևի անցել է։ Այդ այցը ինչ է տվել Հայաստանին։ Ինչ է շահել Երևան քաղաքը դրան։ Ներդրումներ են եկել, ամերիկյան ինչ որ ենթակառուցվածքներ են ներդրվել, ինչ որ խորհրդատվական ինչ ա եղել այդ այցից։ Չկա ոչ մի հաշվետվություն, թե այս այցը ինչի համար է, այն այցը ինչի համար է։ Գնում են աշխարհ են տեսնում, նկարվում են, հետ են գալիս։ Լավ կլներ մեր հաշվիչներ։ Շնորհակալություն Մկրտիչ։
Հիշեցնեմ, դուք լսում եք Ազատություն ռադիոկայանի հերթական ոդքասթը, հաղորդումը վարեց Սաղինե Բունյաթյանը, կհանդիպենք վաղը նույն ժամին, մեկ այլ թեմայի մանրամասները քննարկելու։